Ողջույն ժողովուրդ ջան, բարի եկո բոլորին։ Մինչև մի քանի վայրկյան հազար ներողություն, քանի որ ուշեր արդեն չհասցրեցի, այս մի երկու բան կար առանձնացնեի։ Մինչև մեր ընկերներից կհավաքվեն, թույլ տվեք այն թեմայից ինչ որ որոշել եմ շատ համառոտ այտենց խոսել, դա վերեմ էլի մի հատ, որ ձեզ էլ հասկանալի լինի, մեզ էլ բոլորիս էլ։ Ոնց եք հույս ունեմ լավ եք կներեք, որ գնալով ոնց ավելի ուշ ենք սկսում։ Գիշերային սեանսների ա վերածվում եթերը, բայց իմ ցանկությունն է որ օտակ ավելի շուտ սկսենք, բայց մի հետա, ոչինչ։ Ամառային շրջանը մարդիկ զբոսնում են, գուցե բան ուշ են գալիս մի քիչ տուն։ Շատ լավ ժամ է լսել, զրուցել մի քանի բառ, քննարկել մի քանի բառ ու հանգստանալ։ Ուրեմն համառոտ ասեմ։ Աննա Հակոբյանը մի հրապարակում էր արել կապված կանանց իրավունքների, բռնությունների ընտանեկան այս բաների հետ էլի։ Անկեղծ եթե լինենք, ես չէի համարի, թե Հայաստանում դա աղետալի վիճակում է, բայց եթե ինչ-որ բան կա, չգիտեմ, կանայք են երևի դες բան նկատել են խոսում են, ուշադրություն չէի դարձնի, եթե ասենք շատ ակտիվ մեկ էլ մի քանի կնանիկ չընկնես ես բալսի ինչ ես ասում բաման, ասում եմ մի րոպե մոտ տեսնեմ ես չի բասին եղել խոսքը, նայում եմ երկրի առաջին տիկինն է, առհասարակ աշխարհում անգամ ամենազարգացած երկրներում, եթե օրինակ Միացյալ Նահանգները զարգացած երկրներից մեկն է աշխարհի, կարող եք համարել, ապա այնտեղ նույնպես այդ խնդիրը կա, ուղղակի ամեն երկրում ինչ որ մի չափով կա դա։ Հասկանում եք։ Ու ես անկեղծացած ի սկզբանե հեղափոխությունից հետո միշտ նկատել եմ, որ ներկայիս իշխանությունը կամ իշխող կուսակցությունը բավականին մեծ դեր է տալիս, տեղ է տալիս այդ ամեն ինչին, նշանակություն է տալիս, այնտեղ մինչև ռազմավարական կարողություն ծրագրեր փորձում իրականացնել, որպեսզի այդ ամեն ինչը վերանա։ Կամ մինիմումի շեմին մոտենա։ Այնուամենայնիվ երևի այդ խնդիրը կա, երևի աշխարհում դեռ խոսում են դրա մասին, ու առաջին տիկինը վերակենում, մոտավորապես ասում է սա։ Կներեք։ Բռնության թեմայի բարձրացումից հետո կյանքի սողված սպառնալիքներ եմ զգում։ Հա, չկներեք, սա այդ դրանից հետո։ Սա է։ Առողջությանը ծանր վնաս պատճառ է։ Եվրոպայում ուսում ստացող սիրելի հայ աղջիկներ։ Դուք բոլորը ծնվել մեծացել եք հայկական ընտանիքներում եւ բնականաբար այս կամ այն չափով առնչվել եք բռնության մշակույթին, դրասովն եք եղել եւ այդ տրավման կրել եք ձեր վրա։ Մենք այսօր փորձում ենք հաղթահարել բռնության մշակույթը մեզանում։ Ես խնդրում եմ ձեզ օգնել, քաջալերել ձեր մայրիկներին հավատալ սեփական ուժերին եւ ավելի վստահ անցնել այս ճանապարհը։ Ես խնդրում եմ փոքրիկ ստորիներով դուք ավելի լավ գիտեք ինչպես օգտագործել դա այս գործիքը, ուղղակի կիսել սկանդինավյան տարբեր երկրների Իսլանդիայի կանանց պատմությունը, թե ինչպես են նրանք կարողացել անցնել այս ճանապարհը, այդպիսով մեծ ներդրում բերելով իրենց ընտանիքներում եւ իրենց պետությանը։ Մարդը դες բան ասում, հետո ստեղ ոնց հասկացա։ Վնասված պատճառ է լկամները առողջության հոդված անդրադառնում, ինչ որ գործունեություն ասում ցավալը։ Բայց մեկ էլ բարձվում, հա, որ ընդդիմությունից էլ են ապուշիրանց են բաներով սպառնալիքներ, բանի միջալյուց դատախազությունը հաղորդում է ընդունել ու զբաղվելու է ձեզանով, առհասարակ լեզուները քիչ-քիչ չափավորեք, հա։ Ու ստիպվածալինում նմանատիպ եթե նույնպես անում։ Ընտանիքներում բռնության թեմայի բարձրացումից հետո կյանքի սողված սպառնալիքներ եմ զգում։ Ուսումն պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության սող դառնա։ Բայց սիրելի կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել եւ իրար պաշտպանել։ Ինչ է պետք անել։ Պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին, հայտարարելով, որ չենք հանդուրժելու այլևս բռնությունը մեր ընտանիքներում։ Հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել։ Մի վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է։ Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ հստակ հայտարարելով։ Չենք հանդուրժում այլևս։ Կարճ կոնկրետ։ Սիրելի կանայք, այս խնդիրը բոլորիս։ Լսեք, հիմա մարդը ես իսկապես ուշադիր չէի եղել ամենասկզբում։ Բոլոր էջերը օրական չես մտնում նայում եւ այլն։ Մարդը ասում է կանանց հանդեպ բռնություն կա, ու պետք է պայքարել դրա դեմ։ Ու օրինակներ ա բերում Իսլանդիայի օրինակը, չգիտեմ, ամենատարբեր ձևերով։ Չգիտեմ Իսլանդիայի օրինակն ինչ է, երթվում չգիտեմ։ Մեծ հաշվով ասեմ ավելին, ես չէի մտածում, որ Հայաստանում դա խնդիր է, հա, չեմ ունեցել այդ տպավորությունը։
Բայց երևի կան ամեն դեպքում որոշ տվյալներ, եթե երկրի եւ առաջին տիկնը երևի դեռ տիրապետում է դրան ու որոշում է թե լավ, թե վատ, չգիտեմ, ճիշտ անում, ճիշտ չի անում, չգիտեմ, որոշում է դες մեծ նախաձեռնությամբ հանդես գալ, նախաձեռնությունը թողի։ Ոսկե լավ, եթե կա դες բռնություն, բան առասարակ բռնությունը ցանկացած մեկի կամ ընդհանուր հանդեպ դա վատ բան է, էլի ասենք, եթե կա թողի։ Մեկ էլ աչքովս ընկնում է ոնց են հարցակվում, բայց հարցակվելը դեռ մի կողմ, դա իրենց խնդիրն է։ Իրենք իրենց ատելությունը դրա հետ ապրում են, թող գնան ոնց ուզում են ապրեն։ Բայց քաղաքական, sense, քաղաքական շղարշով փաթեթավորած, բանով քննադատական մուրճ ու մանգաղը վերցրած, գալիս են հերքելու նման բաները, հենց բաներ, ու սա արդեն ինձ հենց ստեղից էլի այդ սկսեց գրավել։ Ու բացվեց այսօրվա մեր խոսակցության թեման։ Իմիջայլոց մի փոքր պատմությանը նույնպես անդրադառնալու ենք, հենց որ առաջարկում չվերջի թերելս։ Տիկին Հակոբյանի այս նախաձեռնությանը հակադարձում է գուշակեք ով Էլիզաբեթը։ Դե Էլիզաբեթին շատ եմ անդրադարձել, երևի գիտեք, բանի Սոնիկի նախկին մարզպետի կինը, Հեմլտոն Այվազովսկու նկարով միլիարդներով հիմա լիքը բան ապօրինի գույքեր պահանջում է նրանցից ու իրենք, քանի որ իրենց օջախը իրենց միլիարդները ապօրինի կերած, տարած, ծամած, այսա պիտի վերադարձնեն պետությանը, իրանք կարծում են, որ դա երկիրը քանդվում է, պետքա բրգեն։ Իմիջայլոց իր սեփական կայքն էլ ունի, բայց եկեք կայքից չխոսենք։ Ու տեսնենք ոնց է արձագանքում։ Խնդրեմ։ Աննա Հակոբյանը արդեն մի քանի օր է խոսում է կանանց նկատմամբ բռնության մասին, ընտանիքում եւ ոչ միայն։ Թեման ճիշտ է, բայց հարցն այն է, թե ով է այն բարձրաձայնում եւ ինչու հենց հիմա։ Պատասխանը պարզ է, որովհետեւ այսօր այս թեմայով խոսում են բազմաթիվ կին ինֆլուենսերներ, որովհետեւ նրանց պետք են կանանց ձայները։ Բայց դու իրավունք չունես խոսելու կանանց պաշտպանության մասին։ 2018 թվականին քո ամուսինը եւ նրա քաղաքական թիմը խրախուսել են կանանց նկատմամբ ատելությունը, հետապնդումը ու նվաստացումը միայն նրանց քաղաքական հայացքների համար։ Թիրախ էին դառնում ոչ միայն կին падգամավորները, այլև նրանց երեխաները։ Վերջերս քո ամուսինը երեխայի աչքի առաջ հրապարակայնորեն նվաստացրեց մի կնոջ։ Մեկ այլ կին զրկվեց աշխատանքից իշխանությանը քննադատելու համար։ Աննա, նախ ամուսնուց սովորեցրու հարգել կանանց։ Իսկ որտեղ էիր դու, երբ քաղաքական հայացքների պատճառով կալանքի տակ գտնվող մորը զրկեցի սեփական երեխային տեսնելու իրավունքից։ Դա բռնություն չէ։ Իսկ երբ ես անձամբ ոստիկանություն դիմեցի ձեր բլոգերներից մեկի դեմ ատելության խոսքի եւ հետապնդման համար, գիտեք ինչ եղավ։ Ոչինչ։ Որովհետեւ ձեր իշխանության օրոք կանանց պաշտպանությունը գործում է միայն այն դեպքում, երբ դա քաղաքականապես շահավետ է։ Կանայք ձեր նախընտրական գործիքը չեն, կանայք ձեր էլեկտորատը չեն։ Եթե տարիներ շարունակ լռել եք կանանց նկատմամբ անարդարության, նվաստացման եւ քաղաքական հետապնդումների ժամանակ, այսօր բարոյական իրավունք չունեք խոսելու նրանց պաշտպանությունից։ Լռեք։ Աննա Տիկին Էլիզաբեթ, եթերս նվիրելու եմ ձեզ եւ ոչ նրա համար, որ դուք կին եք։ Սա արձանագրենք, որովհետեւ լինեիք տղամարդ ու ասեք այս տեքստերը, առասարակ իմ եթերներում ես անդրադառնում եմ մարդկանց, ովքեր հանրային դաշտում խոսում են ու իմ գնահատականներն եմ տալիս։ Եվ կարծիքս այդ։ Հիմա ձեր հետ չեմ խոսում, որովհետեւ կին եք։ Ոյ, կանանց չի կարելի ձեռք տալ ոչ մի կերպ հանկարծ, նրանք կարող են նստել վզիտ, բայց դու ոչ չպիտի անես, ընդ որում անծանոթ կանայք։ Իմիջայլոց հարուն անկեղծան ասեմ, որ իմ գործունեությունը բացասաբար ներկայացնող, հայհոյող, անիծող հասարակության ամենամեծ հատվածը հենց կանայք են։ Ու ես այդ տեսակ կանանց երբեք չեմ նայում, իրանք կին են, թե տղամարդ են։ Եթե թույլ են տվել իրանց հայհոյախոսություն, ես հայհոյենքով պատասխանվում նրանց։ Ուրեմն կարող ենք այդպես շփվել, նրանք դա թույլտվությունը ոնց որ տվել են։ Իհարկե ես երբևէ այդպես չեմ դիմել, բայց այո, քննադատել եմ մշտապես ու ելի եմ շարունակում քննադատել եւ որոշ հարցումներ մեղադրել։ Հիմա այո, ասում եք բանա, ոնց ասած, ասում է նվաստացրեց մի կնոջ քարոզարշավի ժամանակ։ Անկեղծ եթե լինենք, ինձ մոտ տպավորություն է եղել, որ դրանից հետո հակառակ այդ կինը նվաստացրեց Փաշինյանին, էլ այնքան sense հասեցին, գրեցին, լցրեցին ու ինքներս սս բաներ եղավ։ Ասենք բացարձակ չեմ նկատել տես բան։ Ու ասենք եթե կին չլներ տղամարդ, այսինքն դիսկրիմինացիա այդտեղ տեսանելի չի եղել։ Չի եղել։ Տեսարանը վատներ, տհաճ էր, անկեղծ եմ ասում, ես իմ գնահատականը դա, բայց դիսկրիմինացիա այդտեղ չի եղել։ Կամ ինչ անշանակում, կնոջը հենց նրա օրոք ձերբակալեցին։ Դրանք իսկ կանանց գաղութում օրոք է կառուցվել։ Ասենք հանցագործություն էր արել, ձերբակալեցին։ Հետո պետք էր կանանքը որպես խափանման միջոց չուզեցին կիրառել,
Ասացին գնա լավ։ Կիներ դրա համար ձերբակալեցին։ Ինչ չա։ Ասենք ամենաուժեղը ոստեղ նայում եմ, որը հարյուրավոր լայքեր, բաներ, որ ասում ես, անա խափում է, ոնց ասեմ։ Սա այսպես, հիմա հերթով գանք, բայց նախ կանանց գաղութը վաղուց է կառուցվել, որովհետև ենթադրվել է, որ կին հանցագործներ նույնպես լինում են։ Ու կանանց գաղութում մշտապես մարդիկ կան։ Բոլորի ժամանակներում նստած կանայք։ Այնտեղ նստում են կանայք։ Դա դիսկրիմինացիա չի, դա։ Ոնց ասեմ։ Բայց սա դեռ դնենք մի կողմ։ Այս մեր շատ խելացի, սեփական լրատվական կայք ունեցող քաղաքացուհուն դնենք մի կողմ։ Այդ հատվածը ասացի։ Հիմա գանք մի քիչ խորքից։ Ես որքան տեղյակ եմ բոլոր տվյալներով, ախր մի որ ասեմ ստացվելու էլի պաշտպանենք, բայց ախր իրականությունն է դա։ Բոլոր տվյալներով ներկայիս իշխանության ժամանակը ամենաշատ կին պետական աշխատողները նախարարների մակարդակով։ Ոնց որ շատ կարևոր է։ Պետական պաշտոնների մակարդակով։ Ամեն երրորդը առնվազն պարտադիր կնոջ ներկայությունը ազգային ժողովի ցուցակում, կուսակցությունների կողմից ներկայացված ցուցակներում պարտադիր առնվազն 30%-ը, 33%-ը պետք է կին լինեն։ Այդ որ մտել է պարտադիր, դա մտել է որպես ոչ թե սահմանափակում, այլ մտել է որ խրախուսվեն կին քաղաքական գործիչները։ Բայց արի տեսնենք դուք այդ ինչ չեք ասում, ոնց եք թիրախավորում ու լարում առանցնայելու կին տղամարդ։ Այսինքն սրանով խրախուսում են առնվազն քաղաքականությամբ զբաղվել, կանանց։ Պատկերացնում ես։ Պետական տեղերում որ նայում ես նույնպես իմիջիայլոց ամենակարևորը, որը աչք է ծակում, գոնե ինձ մոտ։ Ես այս հարցին ուշադիր եմ եղել ու մշտապես բարձրաձայնել եմ ընդհուպ մինչև 16-17 թվականները, դրանից հետո ճիշտ ասած շատ ուշադիր չի եղել 20-21 թվականներ ոնց որ թե սրա մասին ես խոսեցի քաղաքացիական պայմանագրի կուսակցության նախաձեռնող նիստի ժամանակ, բայց պարզվեց, որ դա հիմա բանը ահագին մաքրվել է որոշ մեխանիզմների կիրառմամբ, դրա դեմն առել են ու վերջնականապես կվերջանա ու մինչև հիմա իսկապես էլ չեն նկատել։ Ասեմ խոսքը ինչի մասին է։ Հիշեք, որ գրառում է լինում, պահանջվում են, չգիտեմ, 25 տարեկան բարետես արտաքինով, մի 3 հատ լեզվի իմացությամբ, գեղեցկադեմ, գեղեցկուհի բաներ, չգիտեմ, աշխատողներ, տարբեր բաների համար, ու երբ որ դու կարդում ես թե ինչ աշխատելու համար, դու տեսնում ես, որ այնտեղ ինչ նշանակում է, ասենք, պարտադիր պայման։ Սա դիսկրիմինացիա էր։ Ու երբ որ ես սրա մասին սկսել եմ խոսալ դեռ 2002-3 թվականներից ընդհուպ մինչև 16-17 թվականը, ոչ մեկ լուրջ չէր վերաբերվում, որովհետև դա նորմ էր դարձել մեր հասարակության մեջ։ Մարդիկ համակերպվել էին այդ լեզվամտածողությանը, հասկանում եք, ու չէին ընկալում խնդրի խորությունը։ Այս երբեմն որ լեզվամտածողության դեմ կռիվ եմ տալիս, որ չհաստատվեն օտարոտի լեզվամտածողություններ, այդ դրա համար եմ կռիվ տալիս, որովհետև գիտեմ հետո ինչ դժվար է դրա դեմ աշխատել։ Ու մշտապես ասում եմ, սա, չգիտեմ, բանա կոնկրետ։ Այդ բառը ոնց էր։ Այն ժամանակները շատ էի կիրառում այդ բառը։ Trafficking-ը սա կոնկրետ։ Ինչ է նշանակում բարետես արտաքինով կանայք, չգիտեմ, վաճառողի աշխատելու համար։ Այսինքն դու ի՞նչն ես համարում բարետես։ Այսինքն ի՞նչ է նշանակում արտաքինով ընտրել աշխատող։ Սա դիսկրիմինացիայի գագաթնակետն է։ Ու աշխարհի նորմալ երկրներում չեն կարող դա հասկանալ, եթե դու իրենց փորձեիր բացատրել։ Հասկանում ես։ Այդ այն ժամանակներն էր, երբ որ Անգլիայում օրինակ արդեն բան աուտիզմով հաշմանդամություն ունեցող, աուտիզմով հիվանդություն ունեցող մարդը պատգամավոր էր ընտրվում։ Մարդ, ով որ համարվում էր աուտիզմի այն տեսակը, որը համարվում է մտավոր հետամնացություն, հասկանում եք։ Մեզ մոտ բարետես արտաքինով համալվացող են ուզում օրինակ։ Արգանքներս բոլոր ապսը լվացող են, բոլոր մասնագիտությունների աշխատանքի տեր մարդ, աշխատող մարդկանց։ Այսինքն մոդել չէին ուզում, էլի, ոչ թե մոդելավորման բան է, դրա համար եմ էլի այդ բանը առանձնացնում։ Ոչ թե ասենք նես տեղեր, որտեղ որ ասենք, հա, հասկանալի է, չէ, որ եթե ինչ-որ կամպանիա լինի, որը մոդայի ցուցադրմամբ զբաղված, որոշակի պահանջարկներ կան։ Օրինակ, տղամարդկանց մասով կա, օրինակ, երբ որ ամենասկզբում դուրս եկավ այս բարեկային ծառայության թեման, այնտեղ
բոյի չափսերի քաշի հետ դրված նախապայմաններ էին դրվել ֆիզիկական պատրաստվածությունը բայց երբ որ դու որևիցե աշխատանքի պարագայում ես նման պահանջակ դնում դա թրաֆիքինգի բացահայտ հրապարակային դրսևորում անգամ այն մարդիկ ովքեր տես մտածություն չունեն միևնույնն է այնքան դա մեր լեզվան մտածողության մեջ դրված էր որ հայտարարությունը տենց էին ձևակերպում դե ինչ դեցել են տենց էին անում ու սա խայտառակություն էր որովհետև գրեթե ամեն ցուցափեղկի վրա քաղաքում կենտրոնում կարող էր տեսնել նման գրառում այսինքն մի քիչ ունես կանայք որոնք որ ընդհանուր ընդունված նորմերի մեջ չեն չափսերով տեսքով արտաքինով կան ուրեմն իրանք չպիտի աշխատեն ասենք կասիր օրինակ չպիտի աշխատեն ասենք սա ձեր մարդուտ Էլիզաբեթ մարդուտ ժամանակների բան եմ ես քեզ ասում հիմա դու հենց ասում ես թե ով պիտի դա ասի ով չասի բայ Աննա Հակոբյանը այսպեսի բան ասում դու ես ասում ու դու դա չպիտի ասես բա ով պիտի ասի դու օքեյ ձեռնարկ էիր երբ որ մարդը կարկառուն ներկայացուցիչ էր այն իշխանությունների ովքեր որ Հայաստանի Հանրապետության տարածքը գծելուց օրինակ Գորիս Կապան ճանապարհի մի հատվածը գրում էին Ադրբեջան եւ ամբողջ Արցախն էին գրում Ադրբեջան փաստաթղթերով ներքին օրենսդրական կարգավորումներով ազգային ժողովում կնոկասխնելով այդ ժամանակ դու դուրս գայր էտի ասեիր այստեղ է խնդիրը ընդ որում ես հիմա գամ ամենասկիզբը հա Աննա Հակոբյանի ասածները որը ես չգիտեմ իսկապես տեղյակ չեմ ինչ հարցումների կամ ինչ մասնագիտական տվյալների վրա է հենվում Տիկին Հակոբյանը ես այդքան տեղյակ չեմ երևի ուսումնասիրություն ամեն դեպքում արվել է որ աշխատանքներ տարվում են բայց ընդհանուր առմամբ եթե շատ ես խոսում բռնությունից այդ բռնությունը հաստատվում ես տենց եմ կարծում առավել եւս մեր միջավայրում որտեղ որ մեծ հաշվով համեմատած նրան թե աշխարհում ոնց են վերաբերվել կանանց ու Հայաստանում մշտապես ոնց են վերաբերվել կանանց սարեր ձորերի տարբերություն կա եւ սրա մասին նույնպես պետք է ասել առհասարակ երբ որ մի բանի մասին փորձում ենք աշխատել պիտի ամբողջական տեղեկատվություն տրվի որպեսզի հաստատություններ կամ ինքնագնահատականի ցածրացում չլինի հիմա օրինակ եթե խոսում ենք կանանց բռնություններից կներեք տղամարդկանց մոտ որ ասենք նորմալ մարդկանց մասին է խոսքը որոշակի բան է առաջանում պետք է մի քիչ ավելի բացել այդ ամեն ինչը բարձ ներկայացնել եւ ոչ թե ոչ մենք գնում ենք հա ում դեմ Հանրապետ ես ունեմ ապացույցներ, ամենահասարակ ապացույցներից կարող եմ սկսել, որին որ շատ շատերը հնարավոր է ուշադրություն չեն դարձրել։ Ինքս բավականին ազատամիտ մարդ եմ իմաստով կարող եմ ինձ համարել։ Բայց օրինակ ես կարծում եմ, որ լեզուն մշակույթի մեջ առհասարակ մշակույթը հասարակության ազգի հայելի։ Իսկ մշակույթի հիմքը լեզուն է։ Օրինակ մեր լեզվում եթե նկատել եք արական սեռական բան չկա, ասենք չկա женский мужской род, հա, ասենք ոնց կդիմեն he she չկա, on она չկա։ Դա հենց հուշում է, որ ուրեմն դրա կարիքը չի եղել։ Որովհետև լեզուն ինքը կենցաղի հետ հարմարվող, կենցաղը ցույց տվող, մեր լեզուն եթե ուսումնասիրես, այնպես կարաս ճանաչես, թե ով ես դու։ Որ դեպքում կարար դրա կարիքը չլիներ։ Եթե հավասարություն իսկապես լիներ։ Պարզապես այդ հավասարությունը մեր պատկերացրած եւ ազատությունները մի փոքր այլ են։ Մի 1000 տարի առաջ այլ են, 2000 տարի առաջ ավելի այլ, 5000 տարի առաջ ավելի այլ բնականաբար։ Բայց միևնույնն է, մեր լեզուն տարանջատում չի դրել։ Մեր ավանդույթները դրել են, որովհետեւ ասենք դա ասվել է, չէ, ասենք կինը սյունն է, տղամարդը տանիքն է, չգիտեմ, կամ դենի տան ներսի պատն է, դրսի պատն։ Դա ճիշտ խոսույթներ են, ես կարծում եմ։ Ու չի կարելի որ ամեն բան խառնվի իրար։ Եվ այո, անգամ եկեղեցում մեկ ասում է տերը, մյուս ասում է հնազանդ եմ։ Հնազանդությունը ընդ որում ես ճորտ լինելը չեմ պատկերացնում։ Պարզապես այո, ընտանիքում ցանկալի է որ ընդհանուր առմամբ վերջին խոսքը տղամարդունն է, որովհետև տերը ինքն է։ Հետո ինչ որ որոշեցին մի բան բռնավալ եղավ, ասում են տղամարդը դու ես, ինչու՞ շատ դիք չէ։ Ասում բան։ Այս տարական բաներ եմ ես դեռ ասում, էլի։
պաշտպանող առաջինը տղամարդն է, մի խոսքով անձնուրաց չգիտեմ ինչերի մեջ մտնում։ Այսինքն կնոջ ես այս թեման շատ չեմ սիրում հրապարակային խոսել մի բանի պատճառով, որ հանկարծ երբ որ սխալ ըմբռնված լինես, կարող է չգիտեմ ինչ դառնա, կարող դատվեց էլի, բայց ամեն դեպքում իմ սուբյեկտիվ կարծիքը այդ իմաստով հայտնեմ, էլի։ Այո, ընտանիքում կինն ու տղամարդը ունեն որոշակյորեն տարբեր ֆունկցիաներ եւ պետք չի դրանք նույնականացնել, պարտադիր չի դա, բայց եթե բանը, չգիտեմ, տղամարդը աման չի լվանում, կամ չգիտեմ, եթե կինը շպախլին ձեռը չի հելել ռեմոնտ անելու, չի կարելի։ Չի կարելի, ես համաձայն չեմ։ Բայց բռնություններին այո, դեմ եմ, բնական է որ դեմ եմ։ Բայց երբեմն այդ ազատությունները ասվածը մաքսիմալ նպատակներ են դրվում, որ մաքսիմալ նպատակների իրականացման ճանապարհին շատ բաներ ավիրվում են, որովհետև նման բան օրինակ 90-ականներին մենք տեսանք ու արդյունքում օրինակ 90-ականներին պարզվեց, երբ որ բացվեց վարակույրները, մեկ էլ պարզվեց, որ Հայաստանում մեծ ինչ բռնություն է, ինչ բռնություն է, ու չգիտես խի սկսվեց յուրատեսակ պայքար մեր ավանդույթների դեմ, հասկանում եք, այսօր գիտեք ինչ ունենք, մենք այսօր ամեն օրով ռեստորաններում հարսանիքներ ունենք, ոչ միտեղ մի հատ ավանդական բան չկա, չնայած որ թամադաները ինչ խոսում են նախ ավանդույթ բառը շեշտելու, բայց մի հատ ավանդական բան չկա, սկսած հարսի շորից, վերջացրած բանը քավորի ով լինելուց, չգիտեմ, ինչ ուզում եք գումարեք անեք, չկա, որովհետև ինչքան կարողացեք կռիվ են տվել ավանդույթների դեմ, տեղյակ չէ, ես չեմ ասում պարտադիր օջախներում այդ չէ, պարզապես պետք է ավանդույթն ու վաղվա օրը շատ նուրբ իրանք համակցում են, եթե զգուշորեն դա անում ես, եթե իսկապես սիրում ես դա։ Ասենք օրինակ ես այս բանը ասել եմ, էլի կկրկնեմ, օրինակ եթե հիմա ասեն ինձ հարցնեն, ասեն աշխարհի ամենազարգացած երկիրը որն է, ես կասեմ Ճապոնիան։ Ամենաառաջադեմ չէ, 2060 թիվն է երևի այնտեղ, չգիտեմ։ Ասենք, եթե ինձ ասեն ամենաավանդապաշտ երկիրը որն է, ես կասեմ Ճապոնիան։ Հասկանում եք, նրանք կարող է իրենց ինքնությունը, իրենց տեսակը, լինելով աշխարհից մի 30 տարի առաջ, զուգահեռ պահպանել իրենց ավանդական որոշ կարևորագույն նորմեր։ Հասկանում եք, դա իմ կարծիքով այդքան բարդ չի։ Բարդ է դրա մասին մտածելը, փորձել դրանք զգուշորեն կիրառելը եւ այլն։ Այս է խնդիրը։ Հիմա բացի մեր լեզվական հարցերից այդ իմիջիալոց ասեմ ինչ որ մի պահի ամենասկզբում մեզ մոտ եղել է այդ բաները էլի հիշին էլի օնանան բան էլի կանոց ու տղամարդու դա ասեն նա եւ նե իմիջիալոց նան է անում այնպես այստեղից է գալիս բայց հետո դա դուրս է եկել որովհետեւ մեր մշակույթն ու ավանդույթը դրա մասին չի եղել մեզ մոտ շատ հստակ ընդգծված են եղել ամեն մեկի դերն ու նշանակությունը օրինակ եթե տղամարդը ինչ որ խնդիրներ ունենում աշխատավայրում ու ցավոք ստացվում է այնպես որ մոտ մի ամիս աշխատանք չի կարողանում ճարի ու տունն ալի կինը կարա դրա համար տղամարդուն ասի քեզնից ինչ տղամարդ նա գործն ինչա չես կարող ընտանիքա կասի չէ երևի կասի դա կարող ենք անցալել որպես բռնություն տղամարդու հանդեպ գուցե ես չգիտեմ բայց սա հայկական իրականության մեջ մի քիչ այլ կերպ է էլի լսվում ու բանը չնայած ամենայն հարգանքով էլի եմ կրկնում հնարավոր է որ կա այդ բռնությունը հնարավոր է որ դրանք մտահոգիչ չափերի են ես չեմ դիապետում բայց եթե մենք խոսում ենք դրանից ու փորձում ենք ինչ որ պայքար սեր նախաձեռնություններով հանդես գալ լսեք իմ բարի խորհուրդը եւ դա արեք շատ զգուշորեն, շատ լայն բանով, շատ հստակ արձանագրումներով, որպեսզի գիտեք ինչ տղամարդկանց բանին նույնպես չկապնեք։ Ասենք ինքնասիրությունը եւ այլն, դա նույն աշխատանք է։ Դա պետք է պրոֆեսիոնալ անել։ Ուսամ լավ ուսումնասիրելով կարելի դա։ Հիմա բացի այդ նան ունեն, ես կարող եմ հագուստի տեսանկյունից էլ օրինակ բերել, հա։ Ուրեմն նախ եւ առաջ ասեմ, որ այդ չալմային բանը մոտեցումը մեզ մոտ այդքան էլ չի եղել։ Չալմաների բանը էպոխան, ասենց ասած, եկել է այն ժամանակվանից, երբ որ մենք ավելի շատ ենթարկվել ենք
իրանական, պարսկական կամ թուրքական, օսմանական տիրապետության տակ ենք եղել, այդ գլխաշով ինչ որ ձևով գրել են, բայց գեղեցիկ, ոչ թե չարմով փակած, դեմքը փակած, չգիտեմ ինչը փակած։ Այդպես չի եղել։ Այո, հագուստները եղել են բավականին համեստ, փակ, բայց ոչ, չգիտեմ, լրիվ ամեն ինչը բան։ Ճիշտ հակառակը, եթե մեր տարազները նայեք, կտեսնեք, որ այդ կանանց ճակատն է զարդարված եղել ոսկիով ու արծաթով, հա, այդ կանանց գոտիներն են, քամարները հայտնի եղել ոսկեզոծ կամ արծաթազոծ, արծաթե տղամարդիկ շատ ավելի համեստ են հագնել եւ ավելի շատ սիրել են իրենց կանանցը ներկայանալի դարձնել, այնպես անել, որ կինը ներկայանալի լինի։ Տղամարդը եթե ուզում է ցույց տալ իր հարստությունը կամ ուզում է ցույց տալ իր հնարավորությունները ինքնով է իրենց գյուղում օրինակ, դա կարող է տեսնել իր կնոջից։ Հասկանում եք։ Այսինքն մշակութաբանական առումով մենք չենք կարող ասել, թե ավանդաբար մեզ մոտ ընդունված է եղել կնոջը վերաբերվել, չգիտեմ, որպես կենդանու, ինչպես որ օրինակ եվրոպական շատ երկրներում մինչև ընդհանուր մի 100-150 տարի առաջ։ Հասկանում եք։ Այո, վերաբերվել են որպես կենդանու, վերաբերվել են որպես շատ բաներ ա եղել։ Մեզ մոտ հազարավոր տարիների ընթացքում այս բաները եկիչ տես չի եղել։ Այսինքն բռնությունը դեմ պայքարելով, բայց ճանապարհին պետք չի թերագնահատել, նվաստացնել մեր այն հարստությունը, որը իրականում զուգահեռաբար ունենք։ Այո, հայերը բավականին կնամեծար են նաև, բավականին կնամեծար են։ Իհարկե դա չեն անում ղզիկության, այսինքն սլավոնական ազգերին հատուկ ղզիկության, բայց կնամեծար են։ Եվ գիտեք, այդ բռնությունները ինչի մասին խոսում է Էլիզաբեթը, թիրախավորել ես շատ գիտեմ ինչ, երևի Էլիզաբեթը ուշադիր չի եղել, թե ինչ խոսույթներ են հղում կանանց ու երեխաներին անգամ ու իրենց միջավայրից, ովքեր են լայքում համընդեղ համ իրանց, էլի։ Ասենք եթե մեկը կյանքում դոգին լայքել է, ինձ լայքի ես իմանամ դրա մասին, ես անկեղծ շատ ծանր կտանեմ այդ հանգամանքը, շատ ծանր կտանեմ։ Ես ձեր համար դուք խնդիր չեք ունեցել, բոլորը իրար թքած աշխատել։ Իսկ հայկական իրականության մեջ ավելի պիղծ բերան ունեցող, քան նայա չի կարելի, հնարավոր չի լինի երևի չարել։ Հրապարակային բանի մեջ եմ ասում։ Và այդ ժամանակ դուք չեք հիշում, որ ասենք այդպես բաներ կա, կին բան։ Էլիզաբեթ, այնպես որ ոչ թե Տիկին Հակոբյանն է, որ չպիտի խոսի դրանից, այլ դու չես, որ պիտի գնահատական տաս կամ հանդիմանես, չհանդիմանես։ Հասկանում եք։ Այստեղ է խնդիրը կայանում։ Ու ամենավատն այն է, որ մենք հերթական անգամ կարծես թե դարձել ինչ-որ մի թեմայի մեջ, մտնում ենք ոչ այնքան լավ ուսումնասիրած լինելով, ոչ այնքան լավ ծանոթ լինելով ինքներս մեզ։ Ոչ միայն սա, ցանկացած թեմայով մենք մեզ լավ չենք ճանաչում։ Ու դա ամենացավալի հատվածն է։ Ամենացավալը։ Մեր ինքնագնահատականը երբեմն անիմաստ ցածր է, երբեմն չարդարացված բարձր է։ Այդպես բարեխառն ենք, էլի, այդպես գիտեք, մենք մեր բնությանը շատ նման ենք։ Առհասարակ ես կարծում եմ, որ բնությունը նույնպես մարդու տվյալ տարածքում ապրող մարդկանց բնավորության վրա ազդում է։ Թե բնավորության, թե աշխարհընկալման, թե նյարդային համակարգերի ընդունմիջը։ Օրինակ մենք մեր բնության մեջ կան չէ խորը կիրճեր ու բարձր լեռներ։ Մենք էլ այդպիսին ենք, մենք կարող ենք մեկ շահացած խորը ցածր կետում լինել, մենք կարող ենք միանգամից բարձրանալ, անգամ մեր խոսքը այդպես կարծել, մենք շատ համեստ, շատ սիրալի, մեկ աշխարհի կեղտոտ բան։ Հետո մենք աշխարհը կարճ ենք տեսնում, էլի իմ կարծիքով այդտեղ դեռ խաղում է նաև բազմաթիվ հանգամանքներ կան, բայց նաև էլի մեր բնությունը, որովհետև մեր տեսողական հեռավորությունը մինչև դիմացի սարն է։ Շատ են սարերը։ Ճիշտ է, տեսարանը հիանալի է, բայց մեր տեսած աշխարհը մինչև հորիզոն չի հասնում։ Ասենք օրինակ դու Ռուսաստանում կարող ես կանգնել ու տեսնել հորիզոնը, արևեկավ, սենց անցավ մոլորակի կողմ, էլի, պրծավ։ Մեզ մոտ սարով է պրծնում։ Այդ արևը իջնում է սարի փեշի։ Մեր վտանգավորներն են, սար այդ տիպի են։
Հասկանում եք, ինչ որ սարի հետևը մտավ, սարի փեշին, չգիտեմ, լաջին բրծա։ Սարից սարա մեր տեսողականությունը։ Մեր աշխարհընկալումն էլ այդպեսին։ Մեր տարածքի ընկալումն էլ է այդպեսին։ Մենք մեր բնակության գոտում նայում ենք որպես մեր տարածքներ ու այն սարի են ծերից, ոչ որ այն սարի են ծերը։ Սենց ենք փորձում գծել մեր սահմանները, հասկանում եք։ Դրա համար մեզ մի քիչ դժվար եղավ ըմբռնել սահմանագծում, սահմանազատում ասվածը, որ ախպեր ջան, կապ չունի սարադաշտը այս սանտիմետրից ստեղ, ստեղ, հասկանում եք։ Այո, բնավորության վրա մեր բնությունը նույնպես ազդում է այդ առումով։ Թե դրական իմաստով, թե բացասական իմաստով։ Իմիջիալուսներ չի էլի, որ ինքը վատ է ազդում։ Ես կարծում եմ ավելի շատ լավ է ազդում, բայց մեկը համ լավից, համ վատից կա։ Ու գիտեք, երբ որ ասում ենք օրինակ, այս ինչ երկրի օրինակ է, ինչ երկրի օրինակը, մենք պիտի այդ իմաստով ուսումնասիրենք, թե նրանց աշխարհագրությունը եւ ոչ միայն իմ բերած օրինակների մասին աշխարհագրությունը, այլ աշխարհագրությունն ու ինչպես այդ աշխարհագրությունը իրաց մոտ ձևավորվել։ Պատմական ինչպիսի ցիկլերով են իրանք անցել, որպեսզի իրենց դաստիարակությունը, ազգային դաստիարակությունը ըմբռնելի լինի։ Հա։ Հիմա օրինակ մենք շատ խնդիրներ ունենք, շատ խնդիրներ ունենք, որպես հասարակություն անկեղծ եմ ասում։ Դա լավ է թե վատ է, թույլ չասեմ, բայց ես ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ մենք որպես հասարակություն դեռ ստեղծման փուլում չենք, որ մնաց թե ձևավորված լինենք։ Ցավոք սրտի։ Մենք դեռևս ապրում ենք բանով, էլի, այդպես խմբային, այդպես ինչ-որ ծևային մի պահ այն լավ ժողովուրդ ենք դառնում, այն էլ ցավոք այդ քայլերը այնտեղ առաջի հանրապետությունից։ Ու դա մեր պատմությունն է այդպեսին եղել։ Վատ է, որ այդ բանը աճը չի գնացել, ասենք, բնական ձևով առաջ, որովհետև անընդհատ ընդհատվել է։ Բայց դա այդպես է, պետք է դա հասկանանք ու փորձենք շտկելով մի քիչ լայն քայլեր բռնել։ Դա ինչ արես, այդ էվոլյուցիան մեր մոտ այն դեպքում, երբ որ աշխարհի որոշ երկրներում միանգամից թափ հավաքեց, մենք մինչև այդ միանգամից թափ հավաքած եկել ենք ինչ-որ պայս դադարել էր ու տենց հիմա էլի տենց հետնահանջում դեռևս ապրում ենք։ Եվ սրանք քաղաքացիների վրա, ընդհանուր հասարակության մենտալիտետի, ընկալումների, ամեն ինչի վերլուծական մտքի, ամեն ինչի վրա իր հետքը թողնում է։ Եվ երբ որ որևիցե մի երկիր, որևիցե մեկ այլ երկրի վրա փորձում է ինչ-որ հիբրիդային էքսպերիմենտներ իրականացնել, բնականաբար շատ խորքային ուսումնասիրում նոր սկսում է։ Եվ այս ամեն ինչը շատ հեշտ ուսումնասիրելի է մեր առումով, որովհետև մենք անկախ մեր ցանկությունից թշնամու շատ ենք տալիս մեր մասին ինֆորմացիա, մեր մասին, ինչպիսին ենք մենք ընդհանուր առմամբ։ Հիմա, եթե մենք որևիցե երկրի օրենսդրական նախաձեռնությունների մասին հատկապես խոսքը, փորձում ենք փորձ ներմուծել Հայաստան, ու համարում ենք, որ այնտեղ ստացվել է, կարելի է մեզ մոտ փորձ։ Մենք պիտի ուշադրություն դարձնենք նաև մեր նույնականությանը։ Մենք ինչ կետերով ենք նույնական, որքանով է դա հենց այն կետերը, որոնք տվյալ դեպքում կարևոր են, հա, ու նոր բան անենք, ընդ որում բերելուց մի քիչ էլ պիտի մեծ ճանաչենք, վերլուծական բան ունենանք, մեր բնութագիրը պիտի ունենանք, որպեսզի կարողանանք ճիշտ օրենքը նստացնենք։ Հասկանում, մենք շատ բաներ կա, որ հաշվի չենք կարողանում։ Ասում ենք, ախպեր, բա ո՞նց են իրանք անում, բերեք մենք էլ անենք։ Ու տենց անում ենք ու վատ։ Հասկանում։ Դա հետևանքները թողման ոչ միայն տվյալ իրավիճակում, ոչ թե կարելի ասել լավ դե ձախողվեցինք անցանք առաջ։ Այդ ձախողվել առաջացնելը նույնպես, հա, կարելի է բան անել, բայց միշտ չի կարելի գնալ դրան, չէ՞, մենք պիտի ինչ-որ մի պայծ կանենք, ասենք լավ, իսկ ինչու ինքը ձախողվում։ Ի՞նչն է մեզ խանգարում։ Ու ինքնակնդատությունը այստեղ դա ազնիվ, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ձևերով ինքնակնդատությունը դառնում է մեր այդ պարագայում արդեն միակ գործիքը, որով կարող ենք մեզ բերել այն դաշտ, որտեղ որ կարողանանք ամեն բան ընկալել ու փորձել այդ ընկալումների միջոցով իրականացնել լավ ծրագրեր։ Օրինակ, ինչ որ մի պահից Հայաստանում արվեստը, առհասարակ արվեստը սկսեց բանը դեպի մեռնելը գնալ, ցավոք սրտի, սկսեց ինքը դեֆորմացվել, հենց դրա համար, որ արվեստագետները, արվեստով զբաղվող մարդիկ, արվեստի գործիչները, իսկ դա մշակույթի կարևորագույն ճյուղերից մեկն է,
իսկ ամենասկզբից ասացի թե մշակույթը ինչ կարևոր է, ազգի հայելին է։ Սկսեցին մտածել, որ ախպեր, գուցե մի քիչ այս ներկայացումը սենց անենք, որ ավելի հեշտ հասկանալի լինի։ Այդ գուցե ավելի մի քիչ սենց էժան բան տանք ժողովրդին։ Իսկ այդ գուցե այս ինչ հումորը սենց չանենք, սենց անենք, որ խնդա։ Իսկ կարող է այստեղ այս ինչ բանը, որ ասենք չհասկանան։ Ու այստեղից սկսեց հետընթացը։ Ու այսօրվա դրությամբ մենք ունենք ինչ գույն, ինչ տեսակ ասեց անձիկ, ովքեր որ ներկայանում են արվեստի գործիչներ։ Գուցե նրանք ինֆորմացվածության առումով, կրթության առումով ունեն մեծ բագաժ, բայց ինչպես դրա հետ վարվեն մի քիչ ոնց որ տեղյակ չեն։ Կամ սկզբունքայնությունը չի բավարարում, որ իմանան թե իրենց իմացածի հետ ինչպես վարվեն, հա։ Կա այդպիսի խնդիր։ Եվ այս ամեն ինչը իրար հետ վերցրած, այո, բավականին բացասաբար ազդում նաև քաղաքականության վրա, ինչու՞ որ ամեն ինչի վրա, ամեն ինչի, որովհետև արվեստը մշակույթը առասարակ ինքը մարդու ներաշխարհն է, հասկանում եք, ներաշխարհ։ Կարա մարդու ուղեղն է որոշումներ կայացնում, կարա ռեֆլեքսորեն է ձեռքը բարձրացնում, իջացնում, կարա ունի 6-7 կայարան, չգիտեմ, պոտառություն, տեսողություն, լսողություն, բայց մարդու ներաշխարհն է, որ աշխատացնում է այդ ամեն ինչը, առաջացնում է ցանկություններ դրանք աշխատացնել, տրամադրությունն է դա ամեն ինչ հասկանում, այսինքն չի կարելի դա երկրորդել, դա չափազանց կարևոր է։ Ուստի չի կարելի թույլ տալ, որ այդ աստիճան դեգրադացվի։ Եվ ինչպես օրինակ հասարակ սովորական քաղաքացին ով արվեստի հետ կապված, ինչպես կարող է դա թույլ չտալ։ Այդ կարա թույլ չտալ իր վարքագծով, իր ակտիվությամբ, ինչ երաժշտություն լսելուց մինչև ինչ ներկայացում գնալ։ Առնվազն սրան, գիրք կարդալուց սկսած։ Հասկանում եք, ճաշակը, սա ամեն ինչ է։ Եվ այսօր ճիշտ ասած մի կարևոր քաղաքական առումով մի բանի էի կապել, ինչ որ ուղեղս մտել չէր ուզում հելներ ու դրա մասին արտահայտվեցի մեկ այլ եթերում, վստահաբար մի քիչ ավելի խորքային եթե հիշում վաղը կանդրադառնամ հաղորդման ընթացքում, բայց հիմա թույլ տվեք սա ասեմ, տեսեք, Քարոզ Արշավեր, չէ, Քարոզ Արշավը գնում էր ու Քարոզ Արշավի ընթացքում, օրինակ, վերցնենք հենց այն ուժերը, որոնք մասնակցում են, մի պա եկեք թողնենք, թե որս ում ենք սատարում, ում ենք ձայն տվել, այս ամեն ինչը դնենք մի կողմ։ Ու նայենք այսպես, ինչ էր տեղի ունենում։ Մի քաղաքական ուժ ասում էր, օրինակ, եթե ես չընտրվեմ, բանը, պատերազմ է լինել, այսինքն խաղաղության լոզունգը առաջ էր տանում, ու ասում էր ինձնով դա կարա լինի, չէ՞։ Անկամ այդ սրտիկները բանց խաղաղության մասին։ Սա ըմբռնելի է, ըմբռնելի է։ Այն մյուսը ասում էր, ես չգիտեմ, եթե չընտրվեմ, ստեղ 300,000 ադրբեջանցի են գալու, մի խոսքով չեք պատկերացնում, այն մյուսը առասարակ ասում էր սովետ մատնվելու։ Ամեն մեկ իր առաջարկներով։ Բայց այստեղ հարցեր առաջանում։ Տեսեք, ինչի էին առաջարկները այդքան քծի, այդքան մանր։ Ասենք օրինակ, դիցուկ իշխանությունը, ասում է ես խաղաղություն եմ առաջարկում։ Okay, լավ բան է։ Բայց մեր քաղաքական դաշտը այնքան աղքատ է եւ քաղաքական դիսկուրսներ որպես այդպեսին գոյություն չունեցան ցավոք սրտի մինչեւ վերջին դեպատը, որպեսի գոնե մի խելացի մեկը դուրս գար, օրինակ, ասես կներեք էլի։ Իսկ այդ խաղաղությունը ինչքան ժամանակով եք պատկերացնում։ Ասեմ խի այս հարցը առաջանում։ Մեզ մոտ 5 տարի մեկ է ցիկլը։ Այսինքն եթե 5 տարի հետո, 5 տարի օքեյ, դու ես խաղաղություն չեղավ։ Խաղաղություն եղավ։ 6-րդ տարում եթե դու չլինես ու խաղաղությունը փլուզվի, ում վզից ենք բռնում։ Խաղաղությունը վատ կառուցողի, թե նրա ում ժամանակ բաներով, հասկանում եք, այս դիսկուրսը, տարական դիսկուրսը առաջ կայացվեց, բայց ինքը կարևոր դիսկուրս է, որը տեղի չունեցավ, մի պարզ պատճառով, որովհետև քաղաքական դաշտ չկար այնտեղ, այնտեղ FSB-ական գաստրոլյորներ, KGB-ական, ինչ ասես կա։ Եվ երկրորդ հարցը, իսկ այդ խաղաղությունն ինչ արժի։ Ինչ անցնում ես վրա։ Այդ ինչն է, որ չի արվել, չի եղել խաղաղություն, որը դուք անելու եք ու լինի։ Հարցը պայմանագրերի ստորագրումները չեն։ Չես կասում, դե, որովհետև հեսատես պայմանագիրը այս ստորագրում չէ, այնտեղ էլի աշխատանքներ կա։ Բայց այս դիսկուրսները ցավոք չեղան, որովհետև էլի եմ կրկնում առհասարակ քաղաքական դիսկուրս, ես այս ընտրություններին չեմ նկատել, ոչ մի ձև չեմ նկատել։ Ով ինչ ուզել խոսել է, ով ինչ ուզել արել է։
Ու քանի որ նաև այսօրն էլ որ գումարում ես, որ ասում եմ 5 տարին 1-ա ցիկլը մեզ մոտ։ Ոնց են ամեն 5 տարին 1 ոնց որ նոր ռազմավարական ծրագիր է ընտրվում եւ այնտեղ շատ քիչ է մնում տեղ, այսինքն հույսներս մնում է բարեխղճությունը քաղաքական գործիչների։ Հատկապես նրանց, ովքեր որ իշխանություն են ընտրվում որպես, հա։ Բայց ըստեմ այդ հարց կա։ Մենք տեսել ենք, թե նախկինները իրենց առաջարկածները չանելու համար ոնց չեն պատժվել։ Այսինքն խապելու համար ոնց չեն պատժվել։ Իսկ ինչ անենք, որ այդ մտավախությունը դուրս գա։ Այսինքն ոչ թե խնդիրը լինի ես վստահում եմ քո խոսքին, թե չեմ վստահում, այլ տեխնիկապես դու ոնց ես հիմնավորում քո խոսքը։ Հասկանում ես, վստահությունը հարցի հələ իհարկե շատ կարևոր է, որ նաև դրա վրա հիմնվել։ Բայց պիտի տեսնես նախ ինչ է ասում եւ որքանով է մեր իրականության մեջ ընդունված խապելը կամ չխապելը։ Եվ չխապելու դեպքում ինչա տեղի ունենում, խապելու դեպքում ինչա տեղի ունենում։ Որևիցե բան, որևիցե մեկին չի խանգարում խապել։ Ցավոք սրտի, դա ինչ տեսնում եք ջան։ Այ ու 5 տարին 1-ա գնում, որովհետեւ մարդը իր սրլուկի համար է պատասխանատու։ Եվ մեր մոտ այդ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը որպես այդպեսին չեն կատարվում։ Չկա։ Կներեք, այսօր մենք բոլորս սովորել ենք քաղաքացի եւ իրավունք բառերը։ Շատ լավ է, արդեն առաջ խաղացում է։ Բայց որպեսզի ըմբռնելի լինի, ես ներողություն մեռնեմ բոլոր այն մարդկանց կյանքին, ովքեր գյուղերում են ապրում, ես ինքս շատ սիրում եմ գյուղը։ Բայց քաղաքացի բառը ուղիղ կապ ունի քաղաք բառի հետ, որովհետեւ քաղաքը այն ժամանակներում դեռ կապիտոլիում է, այս բանի պետության խորհրդանիշ էր, էլի։ Հիմա այս մեր քաղաքացիներով, որ որտեղ նստում ելնում են, բայց հիմա իհարկե իր ձևակերպումը մի քիչ այլ է, անցալումը այլ է։ Բայց այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունում Ես մեծ հարց է։ Վերջին անգամ երբ եւ որտեղ է քաղաք կառուցվել։ Քեմ ես հարցը տալիս, որովհետեւ քաղաքի կառուցումը բնութագրում է քո ժամանակահատվածում ունեցած պատկերացումները քաղաքի մասին։ Ինչպիսին ես դու տեսնում այն, անգամ քո երազանքներն են պարունակվում այդտեղ, հա։ Մենք երբեմն ասում ենք, չէ, ինչ քաղաքը 2000 տարեկան է, 1500 տարեկան է, ինչի համար, որպեսզի հասկանանք այդ ժամանակների մարդու մտածելակերպը։ Հիմա մենք վերջին անգամ քաղաք կառուցել ենք բնականաբար հեռավոր խորհրդային տարիներին։ Եվ մեր կառուցած քաղաքը եղել է խորհրդային մոդել։ Մենք անկախ լավ քաղաք չէ։ Եկեք այդքան ծանր պարտականության հետևից էլ չգնանք։ Գյուղ։ Երբ է վերջին անգամ հիմնադրվել եւ կառուցել, որպեսզի մեր ժամանակների ապրող մարդու պատկերացում անկալելի լինի։ Հազար ներողություն, ես այս հատվածը միանգամից ասեմ, որ կարճ եթերով եմ անելու, տեղադրելու, հատկապես նշելու եմ, բայց հիմա քանի որ խոսքը խոսքով եկել է, ասեմ, էլի։ Ներողություն։ Սա մեր պետության 1000 դրամանոցն է։ Ճիշտ է։ Նկարված է իմ շատ սիրելի բանաստեղծներից մեկի Մարուշ Սևակի նկար։ Սա 10000-անոցն է։ Մեր բազմավաստակ, մեր ազգի երաժշտության խորհրդանիշ կոմիտասն է։ Անկեղծ չգիտեմ, ես հետևը ես ինչ չենք, հա։ Սա 5000 դրամանոցն է։ Վիլյամ Սարոյանն է, իմ ամենասիրելի աշխարհի, ոչ թե հայ ազգի, աշխարհի ամենասիրելի արձակագիրներից մեկը, ստեղծագործողներից մեկը, պատմվածքներ բան գրել է շատ գեղեցիկ հիանալի ձևով։ Խիստ սրանք ցույց տվեցի, կներեք ուրիշ փող չունեմ։ Քիչ ցույց տվեցի սրանք։ Սրանք այս է մեր արժեհամակարգը, որ մենք արվեստը, բարոյահոգեբանությունը, ավանդույթը, հոգևոր արժեքը դրել ենք փողի վրա։
փողի վրա այստեղ ենք մենք վարի գնացել գիտեք ես որ դեպքում ալինով եթե դու կայսրության դեռևս ներկայացուցիչ ես ու քո ժողովրդին չնեղացնելու համար ասում են լավ քո ազգային կերպարներից մարդկանց ասած քո համար էլ մի քանի կոպեկ արտադրեն լավ կարա օրինակ Վիլյամ Սարոյանի նկարով փող տպագրվի մի 1000 օրինակ Վիլյամ Սարոյանի ծննդյան ենթադրենք 150-ամյակի կապակցությամբ հա բայց չի կարա քո պետության փողի վրա փողերի վրա լինեն մշակույթի արվեստի գործիչները գիգանտները չի կարելի որովհետև դու պետություն ես եւ առհասարակ պետությունների դրամի վրա նկարված է լինում տվյալ պետության պատմության մեջ ամենամեծ ճակատագրական ու կարևորագույն մեծ գործեր արած արքաների նկարները ընդ որում այն արքաների ովքեր որ հիմնականում առաջնահերթ բերել են ինքնիշխանություն եւ անկախություն եւ դրանով իսկ ստացել են դրամ կտրելու իրավունք որովհետեւ պետության խորհրդանիշը երկրի ղեկավարն է պետության երկրի խորհրդանիշը տարբեր ժամանակներում արքաներն են թագավորներն են միջալոց արքա եւ թագավոր բառերը բավականին տարբեր են արքայական բանը կառավարման մոդելն ու թագավորական կառավարման մոդելը բավականին տարբեր են ինչը որ մեր հասարակությունը կարծում եմ դեռևս այդքան լավ տեղյակ չի բանա դու պիտի պետությանը դու ես դրել 1000 մարդու ձեռի մեջ տրորում ու կերտոտում սա հավաքողը մշակույթի պալատն է սա կառավարողը մշակույթի չգիտեմ թատերական գիտությունների բանն է թատրոն այդ ակադեմիաներն են չէ պետությունն է չէ այս դրամա հավաքությունը իրականացնողը արվեստագետներն են չէ պետությունն է չէ ուրեմն դիր պետությանը սիմվոլների մեր ազգի սիմվոլներին եք դրել դուք այս դուք պիտի դնեք մեր պետության սիմվոլների հասկանում եք այդ երբ որ այս մտածողությունը կմտնի ու սրանք կփոխվեն ու ընտրությունները կլինի այնպեսին որ խնդիրներ ու հարցեր ինձ մոտ չի առաջացնի այդ ժամանակ կասեմ որ մենք անկախ պետություն ենք կներեք առայժմ սա ինձ համար կարևորագույն հարց է ու առաջի անգամ չի սրա մասին խոսում ես սրա մասին մի քանի տարի առնվազն մի 10 տարի խոսում եմ երբ որ հայտնաբերել եմ ինձ համար դա սա մի հատ ժողովրդի որը անկախ նրանից որոշակի ինքնաբավություն ունի թե չէ մի հատ ժողովրդի բավարարելու միջոց է իր ազգի մեծերի նկարները դնել պետական փողի իսկ պետական փողի վրա դա չի կարելի մի հատը ունենք էնել Աբգար թագավորի անունով Ղազարյան ջան եթե չեմ սխալվում 100,000 անոցն է դա արի գուշակենք խի Աբգար թագավորի նկարով եկեղեցուներն էլի խառնել թեմայի մեջ զուգահեռաբար դա արժե զրկում է եղած իսկ մեր պատմության մեջ լավ առնվազն 5 տեսակ թղթադրամ կարա լինի ասենք միջինը այդ 5 տեսակ թղթադրամի մեջ top 5 արքաներից չգիտեմ Աբգար թագավորը կլիներ թե չէ հնարավոր է լիներ հնարավոր է չէ չգիտեմ Հարից է 10,000-ի վրա կողմ 10-ը երևի նոր միացած հասկանում եք ու դա պիտի բավականին լայն քննարկում նայեք փողերը մյուս երկրների կրկնում եմ կարելի է այս գործիչների նկարը լինի փողի վրա բայց այն պարագայում երբ որ երբ որ ասենք չգիտեմ Ֆրունզե Մկրտչյանի ծննդյան 100-ամյակն է կարելի է որ սիմվոլիկ բանկը տպագրի իր նկարով բանկնոտը նախ դա կոլեկցիոներներին էլ է շատ լավ հնարավորություն ունենալ նման գեղեցիկ կոլեկցիաներ
Բայց հիմնական շրջանառության մեջ չպետք է այդպես լինի։ Ես որ ասում ծայրից ծայր դեմ եմ դրան։ Ու կարծում եմ գոնե ըմբռնելի նկարագրեցի թե ինչու։ Նոր անձնագրերի մեջ հայկական թեմայով պատմական շատ գեղեցիկ տեսաներ են, ինչի նման տեսաներ չունեն դրա մեջ։ Այս նոր անձնագրերը այնպես ինչպես որ ցուցադրեցին, իսկապես ինձ շատ ուրեք են, բայց չէ, դրամի վրա պետք չի, եկեղեցի, տաճարի, ասենք դրամա դա, փողա դա։ Մի կողմից ասում ենք փողը ձեռի կեղտ, հա։ Մի կողմից իսկապես ինքը 1000 մարդու ձեռը անգնում, նո հիգիենիկ առումով էլ կա որոշակի ճշմարտություն։ Մյուս կողմից ինքը պետությանը բնորոշ բան է, պետություն ունեցող պետական համակարգ անկախ պետական համակարգ ունեցող սուբյեկտի բան է։ Այսինքն գաղափարական այդ գիտեք զգայունական առումով մեր մոտ այդ այնց էժանացել է սա։ Այդ այնց քիչ փուչուր քայլերով աննկատ ընդ որում պրոցեսարից հաշվի դեմն է, բայց ինքը աննկատ է։ Դիսկուրսից դուրս է։ Այդպես էժանացել է, Կոմիտասը դարել է 10000 դրամանոց։ Այնից Կոմիտասը ցանկացած sense տղտային արժեքից վեր է։ Այդ թակավորը կարա լինի 10000 դրամանոց, որովհետև ինքը թակավորել է տվյալ ժամանակահատվածը, պատմության մեջ լավը կմնա, լավը կլինի, վատը կմնա։ Ինքը եղել է պետության ղեկավարը։ Իսկ Կոմիտասը ամբողջ ազգի համար այն ազգային արժեք, այն պետական արժեք։ Իհարկե երբեմն դրանք համընկնում են, բայց շատ դեպքերում ոչ, որովհետև պետությունը, պետության քաղաքացին պարտադիր չի որ լինի այդ երկրի ազգի ներկայացուցիչ, այսինքն կարա մարդը լինի ազգությամբ ֆրանսիացի, բայց Հայաստանի քաղաքացի, եւ ինքը ունի հավասար իրավունքներ, որպես քաղաքացի։ Եվ ինքը օգտվում է կողմից, ինքը օգտվում է մյուսից պես։ Պետք է հարցեր կա։ Անձնագիրը ես իմ կարծիքը ասել եմ, ու sense ամեն օրով սպասում եմ, երբ ամտնելու շրջանառության մեջ գնամ փոխեմ։ Շատ լավն է մեր անձնագիրը այս նորերը։ Այսպես ժողովուրդ ջան, եթե կարծում եք, որ մեր զրույցը հետաքրքիր էր, ապա խնդրեմ կարող եք կիսվել, բայց էլի վերադառնալով մեծ ամփոփենք, ասեմ, այս փողի մասով առանձին նյութ նկարելու եմ, առանձին տեղադրելու եմ, հենց որ եթե կրկնվելու լինեմ, խիստ չդատեք, իսկ ինչ վերաբերվում է Աննա Հակոբյանի առաջարկին կապված այդ բռնությունների դեմ պայքարին, ես այնց ինչ որ տեսակ որքանով եմ վերաբերվում, եթե կարծում եք այդպես բանտով, մարդը ինքը իր նախաձեռնությունը, բայց նրանք ովքեր որ այն կանայք, ովքեր որ փորձում են այդ պրոյեկտը նույնպես թիրախավորել, դա ոչ թե նրա համար է, որ իրենք համաձայն չեն, այլ որովհետև դա անում է Աննա Հակոբյանը, որովհետև իրենք չեն ֆայմել անել։ Իրանք ոչ միայն չեն ֆայմել անել, իրանք ամուսանները հանդիսացել են ամենամեծ բռնաբարները այս երկրի, ու իրանք դրանով միայն երջանիկ են եղել։ Ես այսպես եմ կարծում։ Իսկ դիսկրիմինացիաներից խոսելուց առաջ նախ հիշեք, թե ձեր ժամանակներում ամեն ցուցափեղկի վրա ոնց էր գրված, պահանջվում են բարետես արտաքինով մինչև 25 տարեկան, չգիտեմ, մակրոհիներ։ Ենթադրեք 60, այդ դրա համար դուք տենց էլ չհասկացաք, թե ինչ էր ասում, երբ որ ասում էին, որ լավ 65 տարեկանին 10000-ը 10 ինչ անի, ավելի լավ է, նո, բացի տալ չտալ, ավելի լավ է նրան աշխատանքի մասով խրախուսել նրան, որ նա հասկանա, որ կյանքը շարունակվում է, չի վերջանում դրանով։ Այդ դրա համար դուք այդ մտքերը չեք հասկանում։ Այնպես որ վերանայեք, այնիշ որ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, կհանդիպենք։ Դե մի քիչ արձակուրդային սեզոնը չեն կարող խոստանալ, որ վաղը ամեն օր բան, sense արձակուրդային եւ դիտողականությունն էլ բավականին ընկածառ հասարակ էլի։ Թեմաներ էլ շատ չկան, հենց դրա պատճառով արձակուրդի համար չի արձակուրդ որոշ վերի արտիցորիների համար արձակուրդ դրա համար քաղաքական դաշտը բավականին пассив է, գեոպոլիտիկ դաշտը երում է, բայց ես այդ մասով գիտեք, տենց վերլուծություններով չեմ սիրում հանդես գալ, որպեսզի չխախտենք մեր ազնիվ ու անկեղծ լինելու պատասխանատվությունը։
եւ խոստումները։ Լավ եղեք, ամեն ինչ լավ կլինի, խոսենք տարբեր թեմաներով դեռ շատ կխոսենք, կզրուցենք, մտքերով կփոխանակվենք եւ շնորհակալություն ձեր ակտիվության համար նույնպես բարի գիշեր ձեզ։